Ռեհանի թուրմը շատերը պարզապես բուրավետ խմիչք են համարում, բայց իրականում այն հզոր բնական միջոց է, որը կարող է չափազանց լուրջ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Ռեհանը հարուստ է հակաօքսիդանտներով, եթերային յուղերով եւ հակաբորբոքային նյութերով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել բորբոքումների եւ իհարկե թուլության դեմ։ Ռեհանի թուրմը հատկապես հայտնի է նյարդային համակարգը հանգստացնելու հատկությամբ։ Եթե հաճախ եք սթրեսի մեջ լինում, նյարդայնանում եք կամ դժվարությամբ եք քնում, ռեհանի թուրմը կարող է օգնել հանգստացնել օրգանիզմը և թեթևացնել լարվածությունը։ Շատերը նշում են, որ ռեհանի թուրմը նույնիսկ օգնում է գլխացավերի և հոգնածության դեպքում։ Դրանից բացի ռեհանի թուրմը օգտակար է մարսողական համակարգի համար։ Այն կարող է նվազեցնել փքվածությունը, ծանրության զգացումը և նպաստել ավելի լավ մարսողությանը։ Հատկապես յուղոտ կամ ծանր սննդից հետո ռեհանի թուրմը հաճախ օգտագործում են որպես բնական օգնություն ստամոքսի համար։ Ռեհանը ունի նաև հակամանրեային ազդեցություն։ Դրա թուրմը կարող է աջակցել իմունային համակարգին, հատկապես մրսածության կամ սեզոնային վիրուսների ժամանակ։ Որոշ մարդիկ այն խմում են կոկորդի ցավի, հազի և թուլության դեպքում։ Հետաքրքիր է նաև այն, որ ռեհանը կարող է կարգավորել արյան շաքարի մակարդակը և նպաստել սրտանոթային համակարգի լավ աշխատանքին։ Իհարկե սա դեղամիջոց չէ, բայց որպես բնական օժանդակ միջոց այն շատ արժեքավոր է։ Ռեհանի թուրմ պատրաստելը շատ հեշտ է։ Մեկ բաժակ տաք ջրի մեջ ավելացրեք մի փոքր թարմ կամ չոր ռեհան, փակեք և թողեք մոտ 10 րոպե։ Կարելի է ավելացնել նաև մեղր կամ կիտրոն, բայց կարևոր է հիշել, նույնիսկ բնական միջոցները չափից շատ օգտագործել չի կարելի։ Ցածր ճնշում ունեցող մարդկանց, հղիներին կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին ցանկալի է զգույշ լինել և հաճախակի չօգտագործել մեծ քանակությամբ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին առողջ լինելու համար։